Տարիներ շարունակ նրա անունը հայտնվում է տարբեր խոսակցությունների, փակ քննարկումների և համացանցային հրապարակումների մեջ։ Մի անուն, որը երբեք ամբողջությամբ չի բացահայտվում, բայց միշտ մնում է ուշադրության կենտրոնում։ Ռուստամ Ստեփանյան, մականունը Չաղ Ռուստամ։ Ոմանք նրան հիշում են որպես ազդեցիկ անձ, ուրիշները որպես քրեական աշխարհի հետ կապվող անուն, իսկ շատերի համար նա պարզապես մի կերպար է, որի շուրջ ձևավորվել է առեղծվածային պատմություն։ Բայց իրականում ով է Չաղ Ռուստամը, ինչպես է ձևավորվել նրա շուրջ այս կերպարը և ամենակարևորը, ով է նրա հայրը, որի անունը ևս հաճախ հիշատակվում է տարբեր աղբյուրներում։ Այս պատմությունը ոչ թե արագ եզրակացությունների մասին է, այլ հասկանալու փորձ տարբերելու փաստը խոսակցությունից և լռությունը աղմուկից։ Ռուստամ Ստեփանյանի անունը լայնորեն տարածվել է հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրների միջոցով։ Նրա մասին տեղեկությունները հազվադեպ են հայտնվում դասական կենսագրությունների կամ պաշտոնական հրապարակումների մեջ։ Դրա փոխարեն նրա անունը հաճախ շրջանառվում է մեկնաբանություններում և սոցիալական ցանցերում։ Սա արդեն իսկ ձևավորում է որոշակի ընկալում։ Երբ որևէ անձի մասին չկա հստակ ամբողջական կենսագրություն, նրա կերպարը սկսում է կառուցվել պատմություններից, և այդ պատմությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել լեգենդների։ Քրեական միջավայրում մականունը երբեք պարզապես անուն չէ, այն հաճախ դառնում է անձի կերպարի մի մասը։ Չաղ Ռուստամ մականունը ևս այդպիսին է։ Այն հիշվում է հեշտ, այն տարբերակիչ է, և այն արագ ամրապնդվում է մարդկանց հիշողության մեջ։ Տարիների ընթացքում այդ անունը սկսեց գործել ինքնուրույն, նույնիսկ նրանք, ովքեր չեն ճանաչում իրական անձին, ճանաչում են անունը, և սա է ամենակարևոր կետը։ Ըստ տարբեր հրապարակումների և համացանցում շրջանառվող տեղեկությունների, Չաղ Ռուստամի անունը կապվում է քրեական միջավայրի հետ։ Սակայն այստեղ պետք է հատուկ ընդգծել մի բան. այդ տեղեկությունների մեծ մասը չունեն պաշտոնական հաստատում, դրանք հիմնականում ձևավորվել են լուրերի, ենթադրությունների և պատմությունների միջոցով։ Որոշ աղբյուրներ նրան ներկայացնում են որպես ազդեցիկ կերպար ունեցող անձ, մյուսները որպես միջնորդ տարբեր շրջանակների միջև, բայց կա նաև մի կարևոր հանգամանք. նրա անունը հաճախ հայտնվում է առանց կոնկրետ գործողությունների նկարագրության։ Սա նշանակում է, որ կերպարը ավելի շատ կառուցվել է հեղինակության, քան փաստերի վրա։ Ժամանակի ընթացքում Չաղ Ռուստամ անունը սկսեց ընկալվել որպես խորհրդանիշ ոչ թե կոնկրետ գործողությունների, այլ ազդեցության գաղափարի։ Նրա անունը սկսեց օգտագործվել որպես օրինակ, որպես համեմատություն, որպես ակնարկ, և սա արդեն ցույց է տալիս, թե ինչ ուժ ունի միայն անունը։ Երբ խոսվում է Չաղ Ռուստամի մասին, շատ արագ թեման տեղափոխվում է նրա ընտանիքի վրա, մասնավորապես հոր վրա։ Ով է Չաղ Ռուստամի հայրը, ինչ դեր է ունեցել նրա պատմության մեջ, և արդյոք նրա անունը ազդել է որդու կերպարի ձևավորման վրա։ Ըստ տարբեր աղբյուրների, Չաղ Ռուստամի հայրը ևս կապվում է որոշակի շրջանակների ու միջավայրի հետ, բայց այստեղ ևս պետք է զգույշ լինել։ Տվյալների մեծ մասը ներկայացվում է որպես ենթադրություն, ոչ որպես հաստատված փաստ։ Շատ դեպքերում հասարակությունը հակված է որդու պատմությունը կապել հոր անցյալի հետ։ Սա բնական է, բայց միշտ չէ, որ արդար է։ Չաղ Ռուստամի հոր մասին շրջանառվող տեղեկությունները ավելի շատ վերաբերվում են ազդեցությանը, քան կոնկրետ գործողություններին, և սա կրկին վերադառնում է նույն խնդրին՝ լռությունն ու խոսակցությունները։ Եթե անգամ ընդունենք, որ հայրը ունեցել է որոշակի հեղինակություն, դա ավտոմատ չի նշանակում, որ որդու կերպարը ամբողջությամբ նրա արդյունքն է, բայց հասարակությունը հաճախ սիրում է պարզ պատասխաններ, և ամենահեշտը կապել ամեն ինչ ընտանիքի հետ։ Չաղ Ռուստամի պատմությունը ցույց է տալիս մի կարևոր բան. ինչպես կարող է մի անուն ապրել սեփական կյանքով, առանց ամբողջական փաստերի, առանց բաց կենսագրության, միայն խոսակցությունների միջոցով։ Եվ հենց այստեղ է առաջանում հարցը. մենք ճանաչում ենք իրական մարդուն, թե միայն այն կերպարը, որը ձևավորվել է տարիների ընթացքում։ Ըստ տարբեր հրապարակումների և համացանցում շրջանառվող տեղեկությունների, Չաղ Ռուստամի հայրը ներկայացվում է որպես անձ, որը որոշակի շրջանում ունեցել է ազդեցություն։ Նրա անունը հազվադեպ է հայտնվում բաց աղբյուրներում, չկան մանրամասն կենսագրություններ, չկան հստակ նկարագրություններ նրա գործունեության մասին, և սա ինքնին կարևոր հանգամանք է, քանի որ երբ տեղեկատվությունը քիչ է, խոսակցությունները շատանում են։ Շատ դեպքերում իրական ազդեցությունը չի արտահայտվում աղմուկով, այն արտահայտվում է լռությամբ։ Չաղ Ռուստամի հոր մասին պատմությունները հենց սա է ամենից հաճախ կրկնվող միտքը։ Նա չի եղել հրապարակային դեմք, նա չի տվել հարցազրույցներ, չի հայտնվել տեսախցիկների առաջ, բայց նրա անունը հիշատակվել է, և երբ անունը հիշատակվում է առանց մանրամասների, այն սկսում է աշխատել ինքնուրույն։ Հասարակությունը հաճախ սիրում է պարզ սխեմաներ։ Եթե որդին ունի ազդեցիկ անուն, ապա փորձում են նրա արմատները գտնել հոր մեջ։ Սա բնական գործընթաց է, բայց ոչ միշտ արդար։ Չաղ Ռուստամի դեպքում նույնպես հաճախ լսվում է մի միտք, թե նրա կերպարի հիմքում կանգնած է հոր անցյալը, բայց արդյոք սա ամբողջ ճշմարտություն է կամ պարզապես ավելի հարմար բացատրություն։ Եթե ուշադիր լինենք Չաղ Ռուստամի մասին շրջանառվող պատմություններին, կտեսնենք, որ դրանք հիմնականում վերաբերվում են հենց իրեն, նրա անվանը, նրա կերպարին, նրա շուրջ ստեղծված միջավայրին։ Սա նշանակում է,
որ անկախ հոր անցյալից որդու կերպարը ձևավորել է սեփական ճանապարհով, եւ սա շատ կարևոր շեշտադրում է։ Ոչ մի ընտանիք չի կարող ամբողջությամբ որոշել մարդու ճակատագիրը, եթե նա ինքնուրույն չի քայլում այդ ճանապարհով։ Ամեն մի քանի տարին մեկ Չաղ Ռուստամի նորից հայտնվում է քննարկումների կենտրոնում։ Ինչու՞։ Քանի որ սա այնպիսի պատմություն է, որը չունի հստակ ավարտ, չկան վերջակետեր, չկան պաշտոնական բացատրություններ, կա միայն շարունակվող հետաքրքրություն, եւ հենց սա է պահում թեման կենդանի։ Մեդիան հազվադեպ է ստեղծում պատմությունը զրոյից, այն սովորաբար վերցնում է արդեն գոյություն ունեցող խոսակցություններից եւ տալիս է դրանց ձևը։ Չաղ Ռուստամի մասին հրապարակումների մեծ մասը չի կառուցվում փաստերի խոր ուսումնասիրության վրա, դրանք կառուցվում են հետաքրքրության, ինտրիգի եւ անորոշության շուրջ։ Տարիների ընթացքում, երբ մի անուն պարբերաբար հայտնվում է տարբեր քննարկումներում, այն դադարում է լինել պարզապես անուն։ Սա դառնում է նշան, խորհրդանիշ, երբեմն նույնիսկ վախի կամ հարգանքի աղբյուր։ Չաղ Ռուստամի անունը այս ճանապարհն է անցել։ Սկզբում որպես կոնկրետ անձի հիշատակում, հետո որպես ազդեցության խորհրդանիշ, իսկ վերջում որպես պատմություն, որը ապրում է առանց հստակ սահմանների։ Շատ կարևոր է այս պատմության մեջ չխառնել երկու տարբեր կերպարներ՝ Չաղ Ռուստամը որպես հանրային խոսակցությունների կենտրոնում գտնվող անուն, եւ նրա հայրը որպես անցյալի մի կերպար, որի մասին քիչ է խոսվում, բայց շատ է ենթադրվում։ Սրանք երկու տարբեր պատմություններ են, որոնք մեդիան հաճախ միավորում է մեկ ընդհանուր պատկերի մեջ, բայց իրականում դրանք կարող են ունենալ տարբեր շարժառիթներ, տարբեր ուղիներ եւ տարբեր ազդեցություն։ Հոր թեման երբեք չի անհետանում, քանի որ հասարակությունը սիրում է պատճառահետևանքային կապեր։ Եթե կա հայտնի որդի, պետք է լինի ազդեցիկ հայր։ Սա պարզապես մտածողություն է, բայց ոչ միշտ ճակատագիր։ Շատ դեպքերում սա պարզապես հարմար պատմություն է, որը լրացնում է բացերը։ Այս պատմության ամենահետաքրքիր կողմերից մեկը լռության եւ աղմուկի հակադրությունն է։ Հայրը լռության մեջ, որդին խոսակցությունների կենտրոնում։ Եվ հենց այս հակադրությունը մեծացնում հետաքրքրությունը, քանի որ մարդիկ միշտ ուզում են իմանալ այն, ինչի մասին չեն խոսում։ Չաղ Ռուստամի պատմությունը միայն մեկ որդու մասին չէ, այն նաև հասարակության մասին է, այն մասին, թե ինչպես ենք մենք վերաբերվում լուրերին, ինչպես են կառուցում կարծիքներ եւ որքան արագ ենք ընդունում ենթադրությունները որպես ճշմարտություն։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր լսված խոսք պետք է անցնի մտածելու փուլ։ Եթե փորձենք ամփոփել միայն այն, ինչ իրականում կարելի է ասել վստահությամբ, կտեսնենք հետևյալը. Չաղ Ռուստամը հանրային դաշտում ձևավորված անուն է, որի շուրջ գոյություն ունեն բազմաթիվ խոսակցություններ։ Նրա հոր մասին կան շրջանառվող տեղեկություններ, բայց քիչ են հաստատված փաստերը։ Մնացածը մեկնաբանություն է, վերլուծություն եւ ենթադրություն։ Այս պատմությունը չունի պարզ ավարտ։ Չկա մի պահ, որտեղ կարելի է դնել վերջակետ եւ ասել ամեն ինչ հստակ է։ Եվ գուցե սա է պատճառը, որ Չաղ Ռուստամի անունը տարիներ շարունակ մնում է քննարկումների կենտրոնում, որովհետև երբ չկա ամբողջական ճշմարտություն, մարդիկ շարունակում են փնտրել այն։ Հայրը մնում է անցյալից ստվերում, որդին ներկայի աղմուկի մեջ, եւ այս երկու գծերի հատման կետում ծնվում է պատմություն, որը դեռ չի ավարտվել։ Հնարավոր է, որ մի օր կնչեն հստակ պատասխաններ, բայց մինչ այդ մնում է միայն մեկ բան՝ տարբերակել փաստը խոսակցությունից եւ հիշել, որ ամեն անուն, որքան էլ աղմկոտ լինի, թաքցնում է իրական մարդուն։ Իսկ եթե այս պատմության մեջ կան դրվագներ, որոնք դեռ չեն բացահայտվել, եթե կան փաստեր, որոնք երբեք չեն հասել հանրությանը, հնարավոր է, որ այս պատմությունը ամենահետաքրքիր մասը դեռ առջևում է, եւ հենց այդ պատճառով այս թեման դեռ փակված չէ։